Արդյունավետ ղեկավարի հաջորդ մակարդակը 7 քայլ դեպի բիզնեսի կայուն աճ։ 7 քայլի մասին ենք խոսալու ղեկավարի նոր մակարդակ բարձրանալու համար։ Այդ քայլերը հետևյալ կերպ են կոչվում։ Առաջինը սովորել սպասարկել բիզնես նպատակները, երկրորդը սովորել հաշվել եւ թվերով որոշումներ կայացնել, երրորդը որդեգիր պրոցեսների անընդհատ կատարելագործման սկզբունքը, չորրորդը թվայնացրու եւ ավտոմատացրու գտնվող պրոցեսները, 5-րդ հմտացիր բանակցությունների արվեստում, 6-րդ սովորիր արդյունավետ կառավարել նախագծերը եւ 7-րդ դարձիր ընկերության տեխնոլոգիական փոխակերպման լոկոմոտիվը։ Այս 7 քայլերի մասին ենք խոսելու, որոնք որ բոլորն էլ շատ կարևոր են եւ իրար հետ խիստ փոխկապակցված են, նույնիսկ հերթականությամբ իրար հետ փոխկապակցված են, այսինքն պետք է սկսել առաջինից։ Մենք այսօր խոսել ենք ոչ ակնհայտ քիչ քննարկվող հմտություններից, որոնք դարձնում են ղեկավարին արդյունավետ։ Այս հմտությունները անհրաժեշտ են իրական ցանկացած մակարդակի ղեկավարի, բայց ինչքան դեպի վերև է բարձրանում ղեկավարման կարիերայի աստիճաններով, այդքան այս հմտությունները ավելի կարևոր են դառնում։ Օրինակ, նախագծերի կառավարումը վերցնենք, հա, ինքը բնականաբար այն հիմնարար հմտություններից է, որ ղեկավարը պետք է ինչ-որ չափով ունենա, բայց ինչքան ավելի բարձր մակարդակի ղեկավար ես լինում, այդքան ավելի կարևոր է, որ դու կարողանաս մեծ պրոյեկտներ կառավարել։ Այսինքն, անկախ նրանից, որ մակարդակում եք հիմա որպես ղեկավար, առաջին լեվելի սուպերվայզեր եք, թե ընկերության տնօրեն կամ միգուցե հիմնադիր տնօրեն, այս հմտությունները ձեզ հաստատ պետք են գալ։